Շիրակի մարզի թիվ 16 նախակրթարանի երեխաներն այսօր մանկապարտեզ են եկել տոնական ու գեղեցիկ հագնված իրենց դաստիարակների եւ ընկերների հետ լուսանկարվելու նպատակով, իսկ նրանց տնօրենը Գոհար Չիլինգարյանը մոտ մեկ շաբաթ է ինչ անհետացել է հավաքված գումարների հետ միասին։ Տնօրենը չէր գալիս մի քանի օր, բայց մենք ինֆորմացիա ունենք, որ հիվանդ է տիկին Գոհարը։ Անսպասելի էր։ Մենք անակնկալի եկանք, որ ինքը աշխատանքի չեկավ։ Աշխատակիցները պատմում են, որ վերջին շրջանում տնօրենը հաճախակի էր բացակայում, քանի որ առողջական խնդիրներ ուներ, իսկ նրա հետ կապը դադարել է մի քանի օր առաջ։ Այդ ընթացքում մանկապարտեզում առաջացած խնդիրները աշխատակազմը փորձել է ինքնուրույն լուծել։ Հարցը անլուծելի է դարձել, երբ շաբաթվա սկզբին մանկապարտեզին հաց չի մատակարարվել, վճարումներ չկատարելու եւ պարտքերի պատճառով։ Տնօրեն չկար։ Տիկին Սյուզին ամեն հարցով հետաքրքրավ, բայց հացը չգնեցինք։ Մենք որոշեցինք այդ օրը թեյի հետ թխվածքա բլիթ տվեցինք երեխաներին։ Ավելի ուշ, երբ մանկապարտեզում սպառվել են պահեստային մյուս մթերքները, եւս աշխատակազմը որոշել է դիմել քաղաքապետարանի կրթության վարչություն, որտեղից հարցին ժամանակավոր լուծում են տվել։ Սակայն ինչքան գումար է անհետացել եւ ինչ պարտքեր ունի նախակրթարանը հարցերին, այս պահին որևէ մեկը պատասխանել չի կարող։ Ահազանգստացել ենք շաբաթ օրը եւ անմիջապես, ինչպես գիտեք, արձագանքել ենք։ Իսկ մնացած խնդիրները զուտ փաստաթղթային ուսումնասիրությունների փուլում են, այս պահին որևէ բան չեն կարող ասել։ Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին լրատվամիջոցները լրացուցիչ կտեղեկացվեն։ Մինչ այդ քաղաքապետարանից նշում են, ոլորտը ենթարկվում է կառուցվածքային բարեփոխումների, որի արդյունքում հունիսի 1-ից վարձերի վճարումները կատարվել են բանկային փոխանցումներով եւ ոչ թե արծերն։ Մուծումներ եղել են, ծնողական վարձավճարների մուծումներ բանկային համակարգում եղել են։ Մնացածը արդեն ուսումնասիրությունները ցույց կտան, թե ինչպես են այդ գումարները դուրս բերվել եւ ինչ ճակատագիր են ունեցել։ Փոխանցումները անընդհատ հետաձգում են, գումար չլինելու պատճառով ասում են, թե հունիս ամսվա վարձավճարներ դեռ վճարված չէ։ Փաստորեն հունիս ամիսը վճարված է, հուլիսն էլ մասամբ վճարված էր, բայց գումարները չկային։ Ու մենք ստիպված մատակարարին մեծ պարտքեր ունենք։ Նշենք, որ տնօրենի բոլոր հեռախոսահամարները չեն գործում, քաղաքապետարանից այցելել են նաև վերջինիս բնակարան, սակայն հանդիպել են կողպված դռների։ Գոհար Չիլինգարյանի հարազատների հետ կապ հաստատել եւս չի հաջողվում։ Չի բացառվում, որ վերջինս հանրապետությունից բացակայում է։ Նշենք, որ խնդրի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարություն դեռևս չի ստացել։ Նաիրա Նալբանդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։